Բարի երեկո Հայաստան, Gecen Xeyir Ադրբեջան, ի ակշամլար Թուրքիա և Good evening America։ Այսօր եկել եմ լուսաբանելու մեր ձևովի միտինգը, իմ ձևով, մեր ձևովի միտինգը Նատալի Խանումի ձևով։ Ուրեմն ժողովուրդ ջան, ինչա տեղի ունենում։ Առաջինը, որ իմ աչքին զարնեց, ազատություն քաղբանտարկյալներին պաստառն էր։ Ես այստեղ կառաջարկեմ գրեք ոչ թե ազատություն քաղբանտարկյալներին, այլ չազատություն քաղբանտարկյալներին, իրենք քաղբանտարկյալներ են։ Երկրորդը, որ ինձ ապշեցրեց, այսօր Ղարաբաղը հետ չէին բերում, Ղարաբաղի փալաս դրոշը չէին ծածանում, 2 հատ հայկական դրոշ էր տնկած։ Էլ Ղարաբաղը հետ չեք բերում, ույսներդ կտրել եք Ղարաբաղից ազիզներ ջան։ Երրորդը, որ իմ աչքին զարնեց, դա արդեն ուրեմն մոլեգնող տերտերներն էին։ Ինչ էին մոլեգնում մեր տերտերները, մոլեգնում էին հայկական մոտիվներով երգի տակ։ Ինչեր ասես չեք տեսել հայրենի լեռներ, ձեր վիրավոր սրտի տակ ունեք շատ վերքեր, հայը պիտի ծիլեր տա այս լեռն աշխարհում, ինչ եք անում օտարափերում։ Այս երգը իրականում ես էլ եմ սիրում, լավ երգ է, ու այս երգի տակ տերտերները մոլեգնում են, սև սքեմներով մոլեգնում են։ Այդ պահին գլխիս մեջ, այս հանճարեղ գլխի մեջ հանճարեղ մի ծագեց։ Եկել եմ օգնեմ ձեզի։ Հաջորդ անգամ հենց այդ տերտերների մոլեգնելու պահը կմտնի ու սենց տակից կնկարեք, ինչ եք անում։ Միացնում եք մեր Ռուստամ Բակինսկիի Բլատնոյ Հեսրեթ գեջելեր երգը։ Երգի իրական անունը ոնց է Զուլմեթ գեջելեր։ Դսեք, որ սովորեք այս երգի տակ տերտերները մոլեգնեն։ Ինքը համ Բլատնոյ երգ է, համ էլ սենց մոտիվներն է շատ լավ, սենց դրայվ կտա, էլ այդ մոլեգնելու պահին, դսեք։ Հետայսու ես երկերի տակ մոլեգնեք գոնե, դրայվ կտա մարդ կհավաքվի, ամոթ էր, ամոթ, էդ հո հանրահավաք չէր, էդ լրիվ մանրահավաք էր, մանրադրամով հավաքված մարդիկ, թքեմ ես ձերն ամուսին, թքեմ, ամոթ էլ է, ամոթ, ավտոբուս էլ չեք ճարում մարդ բերեք լցեք էտ օպերայի Հայաթ։